Կիառամ Ամառացի ընկերությունը, հաշվի առնելով բազմաթիվ հաճախորդների ցանկությունը, առաջարկում է ֆինանսական աշխարհի ապառիկ պայմանների լավագույն տարբերակները 0%, այո, տարեկան 0% տոկոսադրույքով։ Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն, մանկաբարձության, գինեկոլոգիայի, պերինատալոգիայի, նորեցիների վերակենդանացման և ինտենսիվ բուժման, վերարտադրողական առողջության, բժշկական գենետիկայի առաջատարը Հայաստանում։ Շատ լավ էր, շատ լավ տրամադրություն է տիրում դահլիճում, շատ ջերմ, շատ լավ հանդիսատես ունենք, ժյուրին շատ բարի է։ Հանդիսատես ինչպիսին էր։ Ջերմ է, շատ շնորհակալ եմ հանդիսատեսի ժյուրիից, բոլորից։ Բեմը։ Բեմը հոյակապ էր, շատ հանգիստ ազատ ենք զգում։ Այնքան ջերմ, այնքան սեր կար, անկեղծ եմ ասում, տեղ կանգնած սենց բոլորը քեզ սիրում են ու դու զգում ես, որ դու այնքան տուճուր ես, որ այդքան շատ մարդկանց սեր տաս։ Չգիտեմ, եթե կարողանայի, սենց կհանեի սիրտս, սենց կշպրտեի, սենց Գեղեցկուն են մեր Այնքան չեմ կարողանում դաժե ուղղակի արտահայտվեմ, շատ գեղեցիկ մթնոլորտ, շատ հաճելի, միջավայր, հանդիսատեսը ջերմ, շնորհակալ եմ հանդիսատեսից, հեռուստադիտողից էլ ես զգում եմ իրենց ջերմությունը։ Գնամ երկեմ կամ լավ Ծաղկունքի մեջ դու գանամ սիրուսայգում մի գոտոմա Քիչ շարժումներից մասին անդրադարձավ ժյուրին փոխեմ ճիշտ է, ես էլ զգացի այդ ընթացքում, որ ինչ-որ բան չէր, բայց ամեն ինչ կփոխվի, եթե մնամ հուսով եմ, եթե մնամ նախագծում հուսով եմ կփոխվի այդ ամենը։ Ինչ է պետք որպեսի մնաս։ Քվեարկություն։ Լավ կարծիքներ լսեցի ժյուրի կողմից, հանդիսատեսը շատ ջերմ էր, մնում է քվեարկությունը դա արդեն թողենք ժողովրդի ճաշակի։ Դուսնի շողով բերիս կա, երասներով պիր բարի Շատ լավ էր, շատ ազատ էի զգում բեմում, թեկուզ մի քիչ լարվածություն կար, բնականաբար, բայց ոչինչ, այդքան էլ չխանգարեց ինձ։ Հանդիսատեսից ինչ ստացար, ինչ էր զգում։ Հանդիսատեսից քաղցրություն, հոգատարություն զգացի շատ։ Հոգատարություն։ Հա։ Միգուցե տարօրինակ թվա, բայց այդպես է։ Իմ մոտ այդպես է տպավորվել։ Չկար, հուսվածություն չկար, հա։ Երևի թե երգս տեղ հասավ։ Այսքան հաճելի չէի պատկերացնում, որ կլիներ անկեղծ, շատ հաճելի է, շատ ուրախ եմ, հուզված ու շնորհակալ բոլորից հետ։ Մարդու դարգաժար կաներ, մենակ աչքս կուն չի գա։ Ժյուրիները միայն լավ գնահատականներ տվեցին, որին շատ ոգևորեց։ Հուսով եմ մինչև վերջ այս ձևի կլինի ամեն ինչ եւ հուսահապ չեմ անելու, աշխատելու եմ ավելի լավ մինչև վերջ, որ միշտ լսեմ այսպիսի գեղեցիկ խոսքեր իմ հասցեին։ Դե, գնացի հաջողություն։ Ուզելի փչեզուրնե հարթածը Ինչ որ ուզում էի փոխանցեցի։ Նորմալ էր կարծում եմ։ Պետրոս դու այդ էքուց բառի հետ խնդիր ուներ, ինչպես էր արտաբերում։
Չէ, ուղղել էի, հակին ուղղել էի։ Գյումրի ակցենտը չէր զգացվում։ Չէ, բայց որ գյումրեցի եմ, կարծում եմ էլի կեղնի հետ եկուց բարի կեղնի չի կրնա փոխվի, որտեվ ես գյումրեցի եմ, նորմալ չի կրնա փոխվի այդ բառը։ Ինձ հաջողություն։ Կարմիր մաթիան եմ սիրում, ուրիներին եմ սիրում, ու մեր տանի ճամփաներով, հելիք-մելիք փոգան եմ սիրում։ Էներգիան ինձ լիքը էներգիա տվեցին ինձ, փոխանցեցին։ Դրանից ինձ ոգևորված ես լավ երկեցի երևի, բայց աուրան շատ լավն էր, շատ դրական, տրամադրում էր, որ երկեիր, շատ լավն էր, շնորհակալություն շատ թե ժյուրի անդամներին, թե հանդիսատեսին։ Ջան, ջան մերնիմ ծենցենին, այ կրունքն է նխշուն է։ Ամուսինը դահլիճում էր։ Այո, Նրան տեսնում էր, թե ոչ։ այո, տեսա։ Մեր նրանք որ երգը։ Ընդհանրապես ես երգելու ժամանակ ոչ ոքի մասին չեմ մտածում, երգի մեջ եմ, երգում եմ հոգով։ Այդպես։ Նախ ես հենց առաջին վարքյանից ես հիացել եմ այս բեմի ձևավորմամբ, շատ ինքը ներդաշնակություն ունի իր մեջ եւ արդիական է եւ նույն ժամանակ ազգային նախշերը կան։ Իմ մոտ տոն էր, տոնը շարունակվեց նույնիսկ ժամանակը չեմ կարող ասել թե ինչ կան ու հիմա համերգը վերջացավ, հիմա էլ տոնը շարունակվում է։ Հետո ինձ շատ է դուր գալիս այս բեմի մեր հայկական աստղը, հա, ութանգյունային, ինձ շատ դուր եկավ։ Համերգը կայացած էր, կարող եմ ասել, երգիչները, նոր սկսնակ երգիչները, բոլորն էլ լավն էին, բոլորն էլ տաղանդավոր էին եւ կարծում եմ աճելու դեպքում, այսինքն աշխատելու եւ այդ ուսումը ստանալու, երաժշտական ուսումը ստանալու դեպքում կլինեն նորմալ կայացած լավ երգիչներ։ Ես ժյուրի անդամ լինելով մաքուր հայերենով ասեմ, իմ փայով ասեմ, ուրախ եմ որ չեմ սխալվել ու այսօր բեմում ես տեսա 14 հրաշ տաղանդավոր մարդիկ, որոնք մեկու չեն զիջում։ Եթե այսօր մենք ունենք այս որակի համերգային կատարումներ երիտասարդների շուրթերից, ուրեմն մենք կարող ենք շատ ավելի բարոյական եւ շատ ավելի գեղեցիկ մշակութային արժեքներ տանել առաջ։ Ես կարծում եմ ոնց որ այսօր ես եմ խճճվել, նույն ձևի նաեւ խճճվելու է հանդիսատեսը SMS հավաքելուց առաջ։ Հետաքրքիր էր այդ լուծումը էստրադային եւ ժողովրդական ժանրերի, ես ինքս իմ ամբողջ ստեղծագործական կյանքում հենց այդպես էլ արել եմ։ Եթե գործիքավորումը լինում է ներդաշնակության մակարդակի վրա եւ ոչ ազգային գործիքները, ժամանակագից այդպես ասած գործիքները իրենք ծառայեցվում են ազգային գործիքների եւ ազգային հնչյունների կատարման համար, ուրեմն դա շատ գեղեցիկ է, որովհետեւ ժամանակները փոխվում են եւ մենք պետք է համընթաց քայլենք ժամանակի հետ։ Եվ շատ լավ ձև է նաեւ երիտասարդներին գրավելու, որովհետեւ նրանք նոր ռիթմեր են սիրում, նոր ձայներ են, էլեկտրոնային ձայներ են սիրում, իսկ այդ ձևով մեր ժողովրդականը մատուցելը էլի գեղեցիկ եւ հետաքրքիր քայլ է։ Ճիշտ ասած, երաժշտական կազմի ընտրության ժամանակ նույնիսկ վիճել եմ տնօրինության հետ, որ համաձայն չեմ այս տեսակ ժողովրդական երգ ներկայացնելու, բայց երբ որ սկսեցի գործիքավորումները անել, արդեն սկսում էի ինչ որ տեղ լսել լավ է ստացվելու, համոզիչ է լինելու, ժողովրդական երգը չի խաթարվելու, բայց այսօր բեմից ես ինչ որ լսեցի, բեմից մոնիտորներից եւ ընդհանուր ձայնը, ես հասկացա, որ բեմում կա նոր բառ եմ ասելու էստրադային ժողգործիկների նվագախումբ։ Կարող է այսպես կարելի ասել։ Բարև ձեզ։ Երեխեք ջան, ես շնորհավորում եմ ձեզ մեր համերգի հետ կապված։ Ասեմ, որ շատ գեղեցիկ համերգ ունեցանք։ Իմ կարծիքով համերգը հաջողված էր։ Դե կային թերություններ, բնականաբար նորմալ է թերությունները, որովհետև առաջինն էր, բնականաբար կա մրցակցություն, որովհետև ինքը մրցութային շոու ծրագիր էր ժողովրդական երգիչ նախագիծը։ Բայց ես շատ ուրախ եմ, որ այդ մրցակցությունը ամեն դեպքում երևում է միայն բեմի վրա։ Երբեք կյանք կենցաղ չմտցնեք այդ մրցակցությունը։
ամենաբարձր պատասխանատվությամբ մոտեցեք այս ամեն ինչին, որտեվ այսօր ձեզ է վստահված հսկայական մի մշակութային ժանր եւ երբեք մի մոռացեք Ջիվանու խոսքը երկիրը ուսյալ զավակին է փայփայում որպես լավ երեխեք ջան հիմա ուրեմն արդեն պետք է խոսենք մեր մյուս համերգի մասին մյուս գալա համերգի մասին հիմա ես աննազգանուններով կկարդամ մոտեցեք եւ ձեր երգը վերցրեք հա Մոնիկա Նազարյան Մոնիկա քեզ ուրեմն հանձնարարել ենք Աշոկ Շերամի Սիրուն ես հոգյակ երգը լսել ես երգը լսել ես ինքը երկմասանի երգ է Բալբուլը երբ քեզի տեսնի իր փափագին պիտի հասնի դանդաղ եւ արագ մասով երկմասանի երգ Տաթևիկ Սարգսյան Տաթևիկ ջան քեզ հանձնարարել ենք Աշուխ Էլիշերամ Վարդ ցանեցի Մեկ սիրտ էրա հեանջիգար արի տունս ներս մտի ծանոթ է երգը հա Վարդ ցանեցի լավ մոտեցի Նորից ուրեմն Աշուխ Շերամ Անուշյար Պետրոս Պետրոսյան ծանոթ է երգը Պետրոս ջան չես լսել Ով գեղանիկ հույս դու իմ աչքի լույս սիրուն սիրական կյանքիս պահապան Անուշյար Շատ գեղեցիկ ստեղծագործություն է ասեմ որ համեմատաբար ավելի քիչ երգված ստեղծագործություն է Շերամի ստեղծագործությունների մեջ Մելինե Խաչատրյան Մելինե ջան քեզ հանձնարարել ենք ուրեմն Ջաղացս պատիկ շատ սիրված երգ է ինքը ժողովրդական սիրված երգ է որ երգել է մեր շատ սիրելի Օֆելիա Համբարձումյանը եւ ունի ձայնագրություն նաեւ Լուսիկ Քոշյանը Ջաղացս պատիկ աչքերս նրան հատիկ Արի մոտեցի Վարդուհի Գրիգորյան Վարդուհի ջան քեզ հանձնարարել ենք Ետարի Թարլանս Յարս ինձեն խարովել է Ձինհեցել է ճամփակերտա Հեղինակն է Աշուղի գիթը նորից շատ սիրված երգ է Մոտեցի Անի Հաջաթյան Անի ջան քեզ հանձնարարել ենք Աշուղ Խավասու Ախ մի անգամ էլ զիջեիր ստեղծագործությունը Ծանոթ է երգը Լսել ես Ախ մի անգամ էլ զիջեիր սիրուհիս քեզ բան ասեի Մոտեցի Աշուղ Աշոտ Ղարաբաղի գարուն Երգը ուրեմն պետք է երգի Արթուրը Բախշյան Արթուր ծանոթ է երգը Չես լսել ընդհանրապես չես լսել Աշուղ Աշոտը ընդհանրապես շատ ունի Ղարաբաղին նվիրված ստեղծագործություններ սա իր հերթական ստեղծագործությունն է Լեռներիդ գագաթին հարատես մնում է գարունդ Ղարաբաղ Շատ գեղեցիկ ստեղծագործություն Աշուղ Լեյլի Նայիրուհի Վահե ջան, այս ստեղծագործությունը քեզ ենք հանձնարարել Մոտեցի Ծանոթ է երգը Հա Նայիրուհի համեստ աղջիկ եղանի Ծանոթ է Ջիվանի մայրիկ Մավր Մկրտչյան Մավր ջան, ծանոթ ես երգին Ջուխտակ շամամներդ դրաղծոցիդ մեջ Ուրեմն կրկին Աշուխ Շերամ Դարձիր մեկ աշե Երգը պետք է երգի Մերի Վարդանյանը Մերի ջան ծանոթ է երգը Լսել ես Կարող ես մի փոքր երգել մի հատված Հələ Շատ լավ մոտեցի Ես կուզեի նաև նշել, որ կան կոմպոզիտորական ստեղծագործություններ նաև եւ հերթական ստեղծագործություններից մեկը, որը պետք է երգի Եվա Եգանյանը, Դարդստովի հովերին, ուրեմն երաժշտության հեղինակն է մեր ժամանակների շատ տաղանդավոր կոմպոզիտոր Գևորգ Մանասյանը, իսկ խոսքերի հեղինակն է Հովհաննես Շիրազը։ Ծանոթ է երգը Եվա ջան, քեզ լսել ես։ Դարդստովի Հովերին, հովերաչարան Շատ չքնաղ գեղեցիկ ստեղծագործություն է, մոտեցի Ունենք նաև ժամանակակից աշուղներից ստեղծագործություն, որը պետք է երգի Մասիս Հունանյանը, ծովես, Մասիս ծանոթ ես երգին Շատ ավելի լավ, որ ծանոթ չես Շատ ավելի լավ,
Այսինքն մի նոր բան կսովորես։ Աշուղալմաստ ծովես, մոտեցի։ Ծովես քո ծովի կապույտ ալիքին մատաղ քո նման պայծառ ստեղծագործություն եմ ասիս, նստի։ Արման Խաչատրյան, ով հայոց սարեր, Խաչատուր Ավետիսյան, ծանոթ ես երգին Արման։ Դուք իմ բարձրանուն, ով հայոց սարեր, հողմերի դեմ դուք միշտ անպարծարեր։ Ռուբեն Մաթևոսյանն է երգել երգը, Խաչատուր Ավետիսյանի ստեղծագործությունն է, մոտեցիր։ Եվ էլի մի գեղեցիկ ժողովրդական ստեղծագործություն Այս սարին, վայ սարին, պետք է երգի Նոռան Սերգոյան։ Այս սարին, վայ քարին, վայ սիրարին։ Ծանոթ ես Նոռա երգին, հա։ Մոտեցի։ Այսքանը, երեխեք ջան, հիմա իմ ցանկությունս, որ էլի քրտնաջան աշխատեք, այսինքն ավելի շուտ աշխատենք միասին եւ ամենակարևորը, որ մենք կարողանանք համերգից համերգ որոշակի աճ ցույց տալ։ Դուք պետք է ուղղակի քրտնաջան ու լավ աշխատեք։ Մանավանդ որ ժամանակը մեր կարճ է։ Այսքան երեխեք ջան։ Ձեզ հաջողություն։ Դոկտոր Թամար Արման Խաչատրյան։ Ասեղնաբուժություն, ֆիթո եւ հոմեոպաթիա, 4D սոնոգրաֆիա եւ գունավոր դոպլերոգրաֆիա։ Լավագույնը կանանց համար։